Գորաշքն ամեն օր ուղերձների շարք։ Ե՛կ երախտագիտությունը դարձնենք սովորույթ։ Չգիտեմ ինչպես է քո պարագայում, բայց երբեմն որոշ բաներ կարող են ինձ վրա սխալ ազդեցություն թողնել։ Այլ խոսքերով ասած, դրանք կարող են ձանձրացնել կամ նյարդայնացնել ինձ։ Իսկ քեզ հետաքրքիր է, թե ինչպես եմ ես արձագանքում նման դեպքերում։ Սիրելի՛ բարեկամ, ինձ համար ամենանախընտրելի մոտեցումը երախտագիտությունն է։ Ես գիտակցաբար ջանք եմ անում ընտրել շնորհակալ լինելն այն ամենի համար, որ Աստված տվել է ինձ, քան տրտնջալ այն ամենի պատճառով, ինչը պակասում է կամ ձանձրացնում ու նյարդայնացնում ինձ։ Օրինակ, գուցե քո մանկահասակ կամ դեռահաս երեխան կամ քո կողակիցը իրեն չի պահում այնպես, ինչպես դու կուզեիր։ Սակայն նրանցից յուրաքանչյուրի մեջ հաստատ կան այնպիսի հատկանիշներ, որոնց համար դու սրտանց շնորհակալ ես Աստծուն։ Շնորհակալ եղիր բոլոր բաների ու նրանց դրական հատկանիշների համար։ Մի՛ կենտրոնացիր տհաճ և քեզ անհանգստացնող երևույթների վրա։ Աստվածաշունչն ասում է, որ սրտի առատությունից է խոսում բերանը (տե՛ս Ղուկաս 6:45 խոսքը)։ Եթե դու սնում ես քո սիրտը բացասական զգացողություններով, դրանց վերջը վստահաբար լինելու է այն, որ դրանք ի վերջո տրտունջի ու դժգոհության բառերի տեսքով դուրս են գալու քո շուրթերից և իրավիճակն ավելի են վատթարացնելու։ Բայց երբ ապրում ենք երախտագիտության ամենօրյա ընթացքի մեջ այն ամենի համար, որ Աստված տվել է մեզ, այդ ժամանակ Տերը, որպես մեր բարի Հայր, բարի բաները բազմապատկում է մեր կյանքում։ Սա չի նշանակում անտեսել կամ չնկատելու տալ մարդկանց բացասական հատկանիշներն ու թերությունները։ Մենք պետք է տեսնենք մարդկանց թերությունները, որպեսզի կարողանանք օգնել նրանց կամ հստակ իմանանք, թե ինչի համար պետք է աղոթել։ Սակայն մենք դիմացինի սխալ վերաբերմունքը մեր հանդեպ կամ նրա ունեցած թերությունները չպետք է դարձնենք տրտունջի ու դժգոհության պատճառ։ Այս ուղերձի նպատակը գոհացող սիրտ ու երախտագիտությամբ լեցուն շուրթեր ունենալն է։ Եվ դա հնարավոր է միայն, երբ մենք ունակ ենք տեսնելու այդ նույն մարդկանց դրական կողմերն ու բարի արարքները։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր որոշում կայացրո՛ւ ապրելու երախտագիտության կյանքով։ Դարձրո՛ւ այն քո կենսակերպը։ Սկսի՛ր և ավարտի՛ր օրդ գոհության ու շնորհակալության դրսևորումներով և մարդկանց համար հասցեական ու հստակ աղոթքներով։ Թույլ մի՛ տուր, որ այն, ինչը նյարդայնացնում և հունից հանում է քեզ, որոշի քո արձագանքը։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։